Տեր Հիսուս Քրիստոսի անով գողջունեմ ցեզ բոլորդ, քարի եկածեք Տերոջդունը միասնապար զինք բաշտելու։ Հոդնգայս պիտի երգենք 613-րդ երգը։ Ամեն երգիրներ Տերոջմով ցնծացեք։ Ամեն երգիրներ Տերոջմով ցնծացեք, թողով և ուրախությունով, Տեր Եհովային ընծաներ մատուցեք, հոգվով ու ճշմարտությունով, քանզի քերազանց բարերար մեր Տեր, որ մեզ ստեղծած է և մենք, անոր խոդավեն արոդին ոչխարներ, պիտի անոր ցանը լսենք, անոր սուրբ թռները եկեք գոհության, անոր սրաները մնեք, անոր ձապզարգեք հոն և օրդներ կության, անոր անունեն գոհացեք, զինք մեր Աստվածն է հավիտենից, գեցած երկու պիտի գենան, անոր խորհուրդներ ու գործեն կտալից, ասկե մինչև ասկ հավիտյան։ Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը պիտի լաթիվ 31 քրիստոնեական ապահովություն, որը Սաղմոս 46։ Աստված մեր ապավենն ու զորությունն է, նեղություններու մեջ խիստ օգնական կգտնվի, անոր համար պիտի չվախնանք, թեև երգիրը փոխվի ու լեռները ծովուն մեջտեղը ցկվին։ Աստված անոր մեջ է, անիգա պիտի չսասանի, Աստված անոր պիտի օգնե, արդվանց կանուխ։ Հերանոցները կխորին, հակատավորությունները կշարժին, բարձրյալը դիցայնը կտա, երկիրը կհանի, զորած Տերը մեզի հետ է, Հակոբի Աստվածը մեր ապավենն է։ Եկեք ու տեսեք Տերոջի գործերը, որ ավերումներ հրավ երկրի մեջ, բادرազմները կթատրեցնե մինչև երկրի ծայրը, աղեղը կգոդրե ու նիզակը կչարթե, գարքերը գրագով գայրե։ Անհարկեցեք ու ջանցեք, որ ես եմ Աստված, հերանոցներու մեջ պիտի բարձրանամ, երկրի վրա պիտի բարձրանամ։ Զորած Տերը մեզի հետ է, Հակոբի Աստվածը մեզի ապավեն է, Փառք լայր Սուրբ անվան, գարավիրեմ հովիվը, որ մեզ աոտքով Տերոջ քահում մոտեցնե։ Այո, Տեր, մեր Աստվածը, քո առջևդ կուքանք, կխոնարհենք, քո մեծափառության դարչև եւ փառք կուտանք, որ քեզի պես հիանալի Աստված ունենք, որու հետ Տեր գուքանք Տեր Հիսուսի անունով, անոր արժանիքով մեր ցայները կբարձրացնենք
մեր փարապանությունները, մեր սրդին կողմնակությունը եւ նաեւ մեր պետքերը։ Այո դեր Տուն ես մեր աբավենը, մեր ամրոցը, Այո դեր։ մեր հույսը եւ լույսը այս աշխարհի մեջ։ Փառք ունենք դեր, որ այս արիթը դարձյալ մեզի շնորհեցիր, եկած ենք քեզ բաշտելու ամեն բանի առաջ եւ վերջ քեզ սիրելու, մեր սերը հայտնելու եւ դեր մեր խնդրանքները, մեր աղաչանքները քեզի ներկայացնելու, որովհետեւ Տուն ողորմած կթած ասված ես, այո գողորմիս կքթաս, երկայնամիտ կլաս մեր թերություններուն, դգարություններուն, գհամբերես, կուսերդ ամեն օր, ամեն վարյան գվայլենք դեր, շնորհակալ ենք, ընդունե այս արավոտ մեր բաշտամունքը եւ լավ որ հոգիով եւ ճշմարտությունով քեզ բաշտենք, բարբես մեր մտքերը, ամեն տեսակի սպամուկները, որոնք խոսքիդ վրա գետրոնանալու արգելքներ են, որբեսի դեր այս պահը իրապես բոլորիս համար հատուկ բահմլա, Տուն թփչիս բոլորիս եւ դեր մխիթարես, քաչալերես, զորացնես եւ մեր հույսը ամբրաբնտես քու վրատ, որովհետեւ չար աշխարհի մեջ կապրինք, գիտենք դժվարություններ, նեղություններ կան, ամեն տեսակի, բայց դեր Տուն քու խոսքովդ մեզ գքաչալերես, գմխիթարես եւ մեր հույսը գնորոքես։ Այս հավատքով գուքանք քեզ մե օրհնություններ ստանալու համար։ Գիտենք որ մեր մեջ ներկա ես, ուստի դեր մեր սրդին փափակը դու շնորհես եւ այս պաշտամունքի մեջ եւ միջոցով երրորդությունը փառավորվի։ Մեր բոլոր խնդրանքներն ալ քեզի կբերենք, լանանոք հիվանդներ, լասկավորներ, մասնավորներ, գաոթեմ, Բեդոյան եւ Սարգիսյան ընտանիքներուն համար, որոնք դեր սուքի մեջ են, բխիթարես, զորացնես եւ այցելես ով դեր բոլորին եւ գխնդրենք որ դեր քու կորձերդ հայտնի դարձնես մեր կյանքերու մեջ եւ միջոցով այո դեր գուզենք արթուն եւ սկաստլալ որ դեր վերջին օրերու մեջ կաբրինք գիտենք որ քու կալուստդ շատ մոդեցած է ուստի դեր գխնդրենք եւ գհրավիրենք Սուրբ Հոգին որ մեր մեջ կորձե եւ մեզ փոխե գխնդրենք դեր հիշե նաեւ բոլոր այն երկիրներու մեջ ուր քու զավակներդ գհալածվին գչարչարվին գփանդարգվին գնահատակվին ողորմիսով դեր բոլորին եւ քու հոգիդ անոնց էությունը կրավելով դեր քերփնական զորությունով անոնք դեր շարունակեն քեզի հետ քալել հիշե մեր հայրենիքնալով դեր գխնդրենք որ իմաստությունով օժդես մեր բոլոր ղեկավարները քաղաքական գրոնական որբեսի անոնք դեր համերաշխության մեջ լան քու հրաշներդ գադարես ով դեր մեր ժողովրդի մեջ եւս եւ այսպեսով առաջ որդուն վերաթարնաս ազգովին քեզի մոդլանք եւ ավետարանի բարի լուրը դարածենք մեր շուրջը գտնվող ժողովուրդներուն այսպեսով քու անունը փառավորվի Հիսուսյանով գխնդրենք ամեն Ամեն Փառապանենք մեր Տերը երկելով 615-րդ երգը Եկեղեցիդ ընդհանրական որ քու սիրույթ է արարգան Եկեղեցիդ ընդհանրական որ քու սիրույթ է արարգան Դեր իմ շնորհքդ հայրական ծուծուր այսօր անոր վրա աշակերտներդ կաղոթե
դեր կուպանիտ խոստուն հիշեր և արդ հաճես այն գադարել թող սուրբ հոգին մխիթարե սորվեցնե ըսկեզորդնե Փած մեր աչքեր լույսին փրկիտ ու մեր սիրտեր թարչուր ուղեր և աղոթող եկեղեցին թող երջանիկ տարվայելեր թող դարածվի ավետարան մինչև երկրիս ձայրերն հեռու և ամեն տեղ լսվի թող ցայն նույն օրհնության և երգերու և ժողովուրդ խիստ վայրենի խաչին առջև կանժովվին բադիվ դան մեր անհաղթելի թագավորած թագավորին Ամեն Մեր պարապանությունը շարունակենք երգելով 57-րդ երգը Գարթացիր խաչին պատմությունը ուր դեր Հիսուս մեռավ Գարթացիր խաչին պատմությունը ուր դեր Հիսուս մեռավ խոցված կողեմ վազեց արյունը և բարդ կսկավեցավ քու քավության Գարթացիր ինչպես տրին կղուն բսակ մփուշեղեն ըսավ հայրադոն սուրբ թողություն չենք գիտեր ինչ գնեն քու քավության Գարթացիր Հիսուս քեզ համարեր քոչեց կդարվեցավ Թունսի շնորհակալ եմով դեր շնորհիդ համար անփակ քու քավության համար
Itzer vorzik magnets mavan miain kavutyan tamar. Մեր վերջին փարապանությունը բիդելա 856-րդ երգը Ցերքես բռնե հայրիմ ցանկի ջամփուն վրա Ցերքես բռնե հայրիմ ցանկի ջամփուն վրա փչոտ եւ ամայի հաջախ վտանգա մութամբեր ու շուքեր գծածկեն ուղիս ցերքես բռնե եւ դու ապահով հասուր զիս ցերքես բռնե զիստար Sireli hayrim mitor vorinam yev gamolorim Sirut mech bahezis ughechor hurtoft minche vormalam yernitz mech kukoft Cerkes berne hayrim chnam kityem garot Փորձություններ շատ են եղիր ինձի մոտ ներկայություն թե դες ըլլամ թաթար ապահով գտնեմ վտանգ է չեմ մաղթան Ցերքես բռնես իստար սիրելի հայրիմ մի թող որինամ Եվ գամոլորիմ Սիրույթ մեջ պահեզիս ուղեղոր հուրթով Մինչև որ մալըտմամ Եվնից մեջ հուրթով Ցերքես բռնե հայրիմ Մինչև վերջին ժամ Գանքի բայկարին մեջ Հաղթագանը լամ Պրգյալ քանժամ կահին Շուրջ պիտի գենամ Պիտի երգրբակեն Մաշտեն կեզ հավիդյան Ցերքես բռնես իստար Սիրելի հայրիմ Մի թողուր որինամ Եվ գամոլորիմ Սիրույթ մեջ պահեզիս ուղեղոր հուրթով Մինչև որ մալըլամ երնից մեջ կուքով Ամեն Հատվածը պիտի գարթամ, որ գտնվի Դանիելի մարգարեության գիրքի մեջ Դանիել 12 մեգեն 4 համարները պիտի գարտամ Եվ այն ժամանակ քու ժողովուրդիդ որդիներուն վրա գայնող Միքայել մեծ իշխանը պիտի ելլե ու այնպեսի նեղության ժամանակ պիտի լա որ ազգ ըլլալեն մինչև այնադեն այնպեսին եղած չէ Եվ այն ժամանակ քու ժողովուրդդ պիտի ազատի, այսինքն ով որ քիրքին մեջ քրված գտնվի։ Ու երկրի հողի մեջ քնացողներու շատերը պիտի արթնան, ոմանք հավիտենական կյանքի համար եւ ոմանք ալ նախադինքի ու հավիտենական անարգանքի համար։ Եվ իմաստունները երկինքի հաստատությանը լույսին պես, ու անոնք, որ շատերը արդարության գարաչնորթեն, աստղերուն պես պիտի փայլին հավիդյանս հավիդենից։ Եվ թուն, ով Դանիել, այս խոսքերը քոցե,
ու քիրքը գնքե մինչև վերջին ժամանակը։ Շատերը ուշադրությամբ պիտի գարտան ու գիտությունը պիտի շատնա։ Նույնը զոր ընդրած եմ, երբ կխոսվի այս տեսակ նյութերու շուրջ, քաղաքականությունը, պաշտոնականությունը մեկ կողմ գցրվի։ Նույնս վերջին օրերու զգայացունց նշանները պիտի ըլլա։ Զգայացունց բառը ընդրեցի, որովհետև այդ նշանները երկրաշարժեր, պատերազմներ չեն, հիվանդություններ և տնտեսական տագնապներ չեն, ադոնք միշտ եղած են։ Երկրաշարժի պատճառով երկիրներ հիմնահատակ եղած են։ Այս նյութը աստվածաբանության մեջ կգոչվի էսքաթոլոգի, վախճանաբանական, ուր մարդկային պատմության վերջին ժամանակաշրջանի դեղ ունեցավ վիճակներու շուրջ կխոսվի, ստեղծված բարականեր գուսումնասիրվին, գխորհին, գփախտադեն ըսված մարգարեություններուն հետ։ Այսպես գադարվող մարգարեություններ ու երևցող նշաններ հավատացյալներու միջև նյութ կդառնա։ Անոնք, որ աստվածաշունչը կսերդեն և հմուտ են ասկած պատմության կամ պատմություններու և գիհետևին քաղաքականության մանավանդ միջին արևելքի մեջ կամ Եվրոպայի մեջ, կհաստատեն, որ Տեր Հիսուսի գալուստը մոտ է։ Աստվածաշունչը վերջին օրերու և անոր առաջագից նշաններու մասին կխոսի և անգոր գուզե հասկնալ, պիտի հասկնա, անպայման պիտի հասկնա։ Մեր Տերը շատ անգամներ խոսեցավ այս ուղղությամբ, արագներով բարձեց և հասկնալի դարձուց մարդոց մտքերուն այս նյութը։ Առաքյալներ իրենց նամակներու մեջ շեշտեցին այս նյութին վրայով։ Երբ վերջին օրերու մասին կխոսենք, կուզեմ կարևոր կետ ձեր ուշադրության հանձնել, անհրաժեշտ պայման է զանազանել հին ուխտի վերջին օրերը նոր ուխտի վերջին օրերեն։ Այլապես սխալ ուսուցումներ ու աստեցության տակ պիտի մտնենք և ծայրահեղ գաղափարներ ունենալ, ինչ որ շատ քրիստոնյա խմբակներու վիճակն է։ Անդեղի համարներ կբերեն հին ուխտի վերջին օրերու մեջ պատած թեփքերը նոր ուխտի վերջին օրերուն հետ կհաստատեն։ Կարծեք թե անոնք պիտի լան դարձյալ։ Երբ կարդանք Եբրայեցիս առաջին գլուխին մեկեն երկու համարները գսե շատ մասերով ու շատ գերբերով առաջվն է խոսելով ասված հայրերուն հետ մարգարեներով այս վերջին օրերս իր որդիովը խոսեցավ։ Որ վերջին օրերը իր որդիով խոսեցավ, հին ուխտի վերջին օրերը իր որդիով խոսեցավ։ Երբ կգարտանք դարձյալ Դիմոթեոսի նամակեն, ուր գսե առաքյալը երկրորդ Դիմոթեոսի երրորդ գլուխի մեջ, զայս գիտիր, որ վերջին օրերը չար ժամանակներ պիտի կան, և մարդիկ պիտի ըլլան անցնասեր, արձատասեր, անպարտավան, երկար ցանկ մգշինեն։ Զայս գիտիր, որ վերջին օրերը, որ վերջին օրերը, նոր ուխտի վերջին օրերը։ Այնպես, որ եթե այս երկուքը չզանազանենք իրար մե, պիտի շվարինք, ինչպես որ շատեր շվարած են։ Պենտեկոստեի օրվա
եղած թեփքերը Պետրոս Արաքյալ այդորը գխոսի եւ մեջբերում գնե հովել մարգարեի խոսքերը ասելով եւ պիտի ըլլա որ վերջին օրերը իմ հոգիես պիտի թափեմ Պետրոս Արաքյալ երբ գսե այդ խոսքերը հին ուխտի վերջին օրերը Աստված իր հոգին թափեց Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին վայրեջ կատարեց Երբ վայրեջ կատարեց Սուրբ Հոգին հին ուխտի վերջին օրերը որ մետքը սկսավ նոր ուխտի շրջանը Ուրեմն առանց ընդլայնացնելու այս նյութը որովհետև ընդարձակ նյութ մնե եւ հինեն մինչև օրս մի քանի քաղաքական դպրոցներ գոյություն ունին այս նյութին մանրամասնության մեջ ցեզի պիտի խոսիմ գարմը զգայացուց որ հավատացյալները պետք է ցնցեն նշաններու մասին միայն եւ խորիմ թե երեք գիրագիներ պիտի արդե եւ գահավատամ որ այս է էականը ոչ թե մանրամասնության անցնել հապա այս նշանները որոնց շուրջ պիտի խորհրդածենք իսկ կարող որոնք հետաքրքրված են մանրամասնություններով ինտերնետը արչևին ընդարձակ բաց է անոնց արչև գրնան գարտալ լսել բոլոր քաղաքական դպրոցներու համոզումները ավանդական եկեղեցիներու քաղաքարները արևելյան եկեղեցիներու արևմտյան եկեղեցիներու ջան դերբի քաղաքարները համոզումները եթե մեկը ժամանակ դրամատրե եւ ախորժակ ունի գրնա մանրամասն բոլորին քաղաքարները լսել եւ գարտալ հարցը վերջին օրերու մասին խոսել են լսել են գարտալ են ետք ինչ պետք է լա մեր թիրքը մարդու թիրքը այս նյութը երբ գլսեմ զիս կփոխե հարցոսը զիս ավելի հեզ գտարցնե այս նյութը պատճառ գտարնա որ Սկսեմ իմ անցիս վրա աշխատել եւ վարմունքս Քրիստոսավայել ըլլա Աստուծո անունը չարադավորեմ Կարոզիչներ գային Ռապ գելյոր գսեին Եվ ասոնք ըսողները բարզ հավատացյալներ չէին ասոնք հոգևոր Պարծուկներու մեջ ըստ իրենց հոգևոր մարդիկ էին մինչև հոս պետք էր հագտեին ոչ մինչև հոս մանոնայտները շուքի մեջ կմնային սակայն այնպեսի վարմունքներ գունենային այնպեսի խոսքեր այնպեսի գործեր այս մարդիկը այնպեսի դժվարություններ ստեղծեցին որ Աստուծո անունը գահայույվեր եւ հարց կուտամ այս մարդիկը իրավ գահավատային Ռապ գելյոր գսեն Հիսուս կուքա իրավ գահավատային մարդիկ կքայթաղեին իրենց խոսքերով արարքներով վարմունքներով սատանան ուրախացնեին այսօր նույն լարին վրա նվագողներ կան եղբայրներ քույրեր դերը պիտի կաշուտով հավատացյալները պիտի հապշտագե երկին թուն պատրաստ ես թուն ես չէ ինձ մինայր թուն պատրաստ ես այնպես որ գխոսի մարդիկ վարմունքին գնայիս կործերուն գնայիս ես ինքերին թարցած եւ հարց կուտաս իրավ այս մարդը գահավատա որ Հիսուս շուտով պիտի կա Եթե բադահի, որ երազիտ մեջ դերը հայտնվի,
Եվ քեզիս է 2026 ապրիլին պիտի կամ։ Եվ գրտնվի 2 անգամ, 3 անգամ, ետևի։ Դերը կա և քեզիս է ապրիլին պիտի կամ։ Պիտի վերադառնամ և ամեն բան իր վախճանին պիտի հասնի։ Ամեն բան։ Պատրաստվե այն օրվան համար։ Ինչ պիտի ըլլար քու թիրքդ, ինչպեսի վարմունք պիտի ունենայիր, պիտի սկսեր հաշիվներդ մաքրել Աստուծո հետ, մարդոց հետ, որբեսի բաց ջագադով Աստուծո առջև գնաս։ Մեգումը վշտացուցած էր բիդեր տասպիցես, եղբայր քույրս ներենձի, քու ասցեի, քեզ նվաստացնելու համար չարախոսությունների ներենձի, այնպես որ փոխանակ ուրախանալու քու հաջողություններուդ նախանցեցա ներենձի, թարնություն ունեցա մեջս ներենձի և թուղթ քրիչ պիդարնեիր, ցանկ պիտի շիներ, բիդեր տար բոլորին հետ հաշիվները մաքրեիր։ Բիդսեիր, թարնություն չվայլեր ինձի, բայց երազի բիդը սպասես, կսպասես, որ երազ դեսնես։ Ներ Հիսուսինք արագներով չխոսեցավ, չսավ, որ իր կալուստը այնպեսի ժամանակի մեջ պիտլա, որ մեկը պիտ չի գիտնա, անագնգալ, չսավ Հիսուս։ Քանի անգամներ չսավ, արդուն գեցեք, որովհետև ոչ օրը և ոչ ժամը գիտեք, որում մեջ որդի մարդո պիտի կա։ Դերոջը խոսքին հավատանք, թե ոչ երազիմը սպասենք։ Ինչ է քու գարձիկը, թուն որ հավատացյալ եմ գսես։ Դերոջը խոսքին պետք է հավատանք, թե ոչ երազիմը եթե սպասես, հաշիվներդ կմաքրես։ Եթե կհավատանք, որ ան որևէ ադեն գրնակալ, պետք է փոխվենք և Սուրբ Հոգին առաքինություններով լեցուն վարմունք ունենանք, սիրով, քաղցր, հեզ, ժուժգալ, երգայնամիտ ըլլալ, բարի գործերով լեցուն ըլլալ, ուղիղ սիրտ ունենալ Աստուծո առջև։ Մեր եսը խաչենք, եթե իրավ կհավատանք, որ Հիսուս որևէ ադեն գրնակալ, եսիդ պետք է մերնիս։ Եթե կհավատանք, որ դերը գրնա որևէ ադեն կալ, մեր թերություններեն ցերփազատվելու կաշխատենք եւ ամեն օր, ամեն արդու, երբ մեր աչքերը կփանակ գսենք, ով դեր, երեք սպասեցի քեզի, սակայն չեկար։ Այսօր ալ քեզ կսպասեմ։ Իրավ կհավատաս, որ Հիսուս կրնա որևէ ադեն կալ, որով վախճանապանական յութերու շուրջ գիտություն ունեցեր ես, գգարտաս, գխոսիս, միևնույն ադեն սիրտը ծուր է Աստուծո առջև, ունեցած գիտությունդ գրնա միայն քեզ ուրեցնել և թողել եսիդ քերին։ Գսե, Աստուծո խոսքը գսե, եթե մարգարեություն ունենամ, ու հասկնամ ամեն խորհուրդները, ոչ թե եկեղեցի 7 խորհուրդները, ամեն խորհուրդները հասկնամ, ու ամեն գիտությունը, և եթե ունենամ ամեն հավատքը, մինչև լերները դեղափոխելու և սեր չունենամ, ոչինչ է։ Ոչ մեկ բանի բիդանի։ Աստուծո աչքին առջև իմ ծառայություններս ոչինչ է։ Խոսքին բոլոր առումով ոչինչ։ Աստված չհաջիր, երբ տեսնեզիս, որ կծառայեմ առանց անոր սերեն մղվելով։ Բայց ես կծառայեմ, որ մարդիկ ինձի ինչեր կսեն, միայն իմ քարոզներս պետք կնեն։
Գծարայեն, մարդիկ քոհեն, գքնադեն, շատ ուրախ եմ, 24 ժամ ծարայեն, ոչինչ ես, ոչինչ։ Աստուծո դեսածը և ըսածը ճիշտ է և ոչ թե մարդոց ըսածը և դեսածը։ Երանի թե միայն քիդությունով չբարձենանք, հաբա մեր քիծածը կործով, սիրով ի կործ տնենք, ասվածալ այս գագնգալ է։ Ուրեմն, նշանները, որոնց մասին կուզեմ խոսիլ, մարգարեացված են հարյուրավոր դարիներ առաջ։ Աստուծո մարգարեներուն գողմ են և ադոնք մեր աչքերուն առջև գգադարվում։ Առաջին նշանը հոս որ գարտացինք քիդությունը պիտի շատնա։ Դանիելի մեջ։ Եվ տունով Դանիել այս խոսքերը կոչե ու քիրքը գնքե մինչև վերջին ժամանակը։ Շատերը ուշադրությամբ պիտի գարտան ու քիդությունը պիտի շատնա։ Դանիել Անտիխրիստոսի մասին գխոսի, որ վերջին ժամանակներու մեջ պիտի հայտնվի։ Նյութս Անտիխրիստոսի մասին չէ, այլ քիդության մասին է։ Երբ քիդությունը շատնա, գարմը ուրիշ ըզգայացունց մարգարեություններ գադարվելուն պատճառ պիտի դառնա, որոնց մի քանին ետքը պիտի հիշեմ։ Ուրեմն քիդության շատնալն է առաջինը։ Այս թարը արաքության թար կգոչվի։ Արաքության։ Հաշիվ եղած է, որ չրեղեղե մինչև 1700 թվական մարդոց քիդությունը մեկ անգամ գրտնաբադիկ եղած է։ Հաջորդ 100 տարի մեկ անգամ ևս։ Իսկ ներկայիս երկու տարին գգրտնաբադկվի չսելու համար ամեն տարի։ Շատ շուտով ամեն ամիս պիտլա։ Երբ համագարկիչը մեջտեղ եկավ, աշխարհի ընթացքը հիմնովին փոխեց։ Մեծ փոփոխություններ գրեց։ Այս գործիքը, որ մարդուն ոչ թե միայն սիրելի է, հաբա իր անցեն անբաժան մեկ մասը դարձած է։ Միլիոնավոր դեղեցություններ կրնա բարունակել իր մեջ։ Միլիոնավոր թվապանական հաշիվներ կնե մի քանի վայրկյաններու մեջ եւ 100,000-ավոր ծրագիրներ կբահի իր մեջ։ Բժշկական է, զինվորական է, երկրաչափական է։ Համագարկիչը մարդուն դեղը հազարավոր գործեր կնե շատ ավելի արագ, այնքան արագ, որ մարդուն հիացուցած է։ Շատ շուտով ջամփաները մարդու նման ռոբոտներ պիտի տեսնենք, որոնք գործի վրա պիտի ըլլան։ Արդեն գարկման գերություններու մեջ այնպեսի մեքենաներ գործելու սկսած են։ Ճշմարտություններ կան այս ուղղությամբ, ականադես կդառնանք։ Այնպեսի գործիքներ կան, որ մարդուն դեղը գտե։ Ճաշարաններ կան, սպասավորները այդպեսի մեքենաների են, ռոբոտ գպերեն։ Մոդադենե թարմանադուներու, տրամադուներու, բանկաներու և մարքետներու մեջալ բաշտոնյաներ պիտի չտեսնենք։ Երբեմն ցեզի բադած է վստահեմ շարքի գենամ մարքետը քնումս կնեմ հոն 6-7 դեղեր կա որ գերտաս թուն մեքենայով քարտովը տնես դիգինը բաշտոնյան համեստորեն գսե հրամեցեք հոս գսեմ գնախնդրեմ մարդուցային լսել եւ ոչ թե մեքենայի ժպտելով գժպտինք նալ գահասկնա բայց Օրբիդիկա ուզես չուզես եթե հոս մնանք, այդ մեքենաներուն հետ կորձ պիդունենանք։ Որու մտքեն գացներ, որ փոքր կորձիկ մը պիդունենանք մեր ցերքի մեջ, որ հասիվ 250 գրամ գշրող և անոր միջոցով
բոլոր աշխարհ մեր ցերքի մեջ պիտի ըլլար։ Դեղեցություններու առնչությամբ կսեմ բոլոր աշխարհ եւ մարդոց իրարու հետ հաղորդակցելու։ Ոչ թե միայն ցայն պիտի լսես, գլսենք, հաբա շարժուն թեմքերը կտեսնենք։ Վերջին օրերու կամ ժամանակներու մեջ ըլլալիս փաստող ըսգայացունց նշանները մեկն է գիտությունը պիտի շատնա։ Ճիշտ է որ ժամանակ առ ժամանակ եթե 100 տարի առաջ երթանք, երբ ինքնաշարժը մեջտեղ հանեցին, օթոնավները հանեցին, այն ադեմվա մարդիկը ըսին գիտությունը պիտի շատնա։ Բայց մենք հիմա այնպեսի ժամանակաշրջանի մեջ կապրինք, որ գսես ասկի հետո հիմա ինքնաշարժ չկար, ելավ, օթոնավ չկար, օթոնավալ ելավ, մարդիկը ասին գիտությունը պիտի շատնա, բայց հիմա մենք գսենք գիտությունը պիտի շատնա եւ ուրիշ բաներ կտեսնենք։ Ասկի հետո ինչ կարելի է ըլլալ։ Ինքնաշարժեր թրջելու կսկսին։ Ինչ ավելի ուր պիտի հասնի շատնա։ Մարդոց մե ավելի մասնակետներ գսեն, որ մոդադեն մարդոց մե ավելի ռոբոտ մեքենաներ պիտի տեսնենք ճամփաները։ Անոց հետ կորց պիտի ունենան։ Գահավադան, որ եկեղեցին հոսպիցիլլա, ինչպես որ շատեր գահավադան, Երանի այդպես ըլլա։ Բայց ասե իրականությունը, որ գիտությունը իրավ հիմա մենք այնպեսի ժամանակաշրջանի մեջ կապրինք, որ ճիշտ ինչպես փարոյական անգումը գտեսնենք, այո, շատ ժամանակաշրջաններ անցած է, որ մարդիկ անփարոյականության մեջ եղած են, բայց այս ժամանակաշրջանը, որում մեջ կապրինք, գսես անփարոյականությունը այլևս ուր գրնա հասնել, ամուսնություններ չի գան, երկու հոգի իրար հետ կապրին, ամեն մարդ իր եսին քերի դարձած նոյի օրերը գաց նոյի օրերը ղովդի օրերը շուքի մեջ կմնան մենք այո վերջին օրերու մեջ կապրինք երբ Աստվածաշունչի մեջ վերջին օրերու նշաններու մասին գխոսի ինչ կհասկանանք ինչը ասել գուզե որ մարդկային պատմությունը այս երկրի վրա վերջ մունի, վերջապես, եթե 100 տարի առաջ մարդիկսին, երբ ինքնաշարժները կամ ուրիշ կործիկներ անեցին, վերջին օրերու գիտությունը շատցավ, բայց ասկի հետո վերջին օրերը, վերջապես, վերջին օրեր մգան, դեղմը վերջ միդելլա, աշխարի երկրի վրա վերջ մգա, այդ պատմության վերջը չեգած, երկրի աշխարհի պատմության որոշ վիճակներ պիտի ստեղծվին այս երկրի վրա որոշ բաներ պիտի բադային երկրի վրա եւ մարդոց կյանքերեններս այդ բաները նշաններ են վերջին օրերը փաստող Դանիելի խոսքերը զորգարտացին քոս եւ թուն Դանիել այս խոսքերը կոծե ու քիրքը գնքե մինչև վերջին ժամանակը շատերը ուշադրությամբ պիտի գարտան ու գիտությունը պիտի շատնա։ Այս խոսքերը գրնա երկու բացատրություններ դրվել ունենալ։ Առաջին բացատրությունը Դանիելի ակնարկած գիտության շատնալը իր քրած քիրքին դգատմամբ գիտությունը պիտի շատնա։ Կարելի է, այսինքն շատերը հոսհոն պիտի երթան եւ Դանիել մարգարեին քրած քիրքը պիտի բրբդեն, ուսումնասիրեն, ուշադրությամբ պիտի գարտան։ Եվ երբ այս գարտալը շատնա, ուրեմն գիտեք, որ վերջին ժամանակներու մեջ կապրենք։ Իսկ երկրորդ բացատրությունը ընդհանուր գիտության շատնալն է բոլոր մարզերու մեջ։ Երբ մարդիկ նոր հետազոտություններ գնեն, նոր բաներ մեջտեղ անելով, երբ այս բաները շատնան,
քիծեք որ վերջին օրերու մեջ գաբրին։ Եվ բոլոր անոնք, որոնք Սուրբ Գիրքը գքննեն, գսերդեն, գհաստատեն, որ երկու հիշյալ բարակայնալ այս մարգարեությունները գգադարվին մեր աչքերուն առջև։ Պիտի գարտամ 80 համարները, դարձյալ, Դանիել 10-ներում։ Ու ես լսեցի, բայց չհասկացա, ու ուսիով դերին, ասոնց վերջը ինչ պիտլա։ Եվ անիգա ասավ, քնա ով Դանիել, քանզի այս խոսքերը մինչև վերջին ժամանակը կոծված ու գնքված են։ Շատերը պիտի մաքրվին ու պիտի ջերմկնան ու պիտի փորձվին, բայց ամփարիշտները ամփարշտություն պիտի անեն ու փնավ ամփարիշտը պիտի չհասկանա, հաբա իմաստունները պիտի հասկանան։ Այսինքն այս խոսքերը վերջին ժամանակներու մեջ հասկանալի պիտի ըլլա։ Այն ժամանակ կոծված էր, գնքված էր։ Բոլորիս ծանոթ է, որ Դանիելի գիտության մարգարեության գիրքը վերջին մի քանի տասնյակ տարիներու մեջ հայտնի եղավ, հասկանալի եղավ։ Ամփարիշտը պիտի չհասկանա, հաբա իմաստունները պիտի հասկանան։ Որոնք են իմաստունները, երկրորդ համարի մեջ պատասխանը կստանանք։ Ու երկրի հողի մեջ քնացողներու շատեր պիտի արթնան, ոմանք ավիդենական կյանքի համար եւ ոմանք ալ նախադինքի ու ավիդենական անարքանքի համար։ Եվ իմաստունները երկինքի հաստատությանը լույսին պես ու անոնք, որ շատերը արդարության գարաչնորդ են, ասոնք են իմաստունները։ Պիտի հասկանան։ Աստծո վախը ունեցողներն են իմաստունները։ Անոնք պիտի հասկանան։ Այսօր երբ Դանիելի այս գիրքը սերդենք, շատ լավ կհասկանանք, թե ինչ ասել գուզենք, գիտությունը պիտի շատնա։ Եվ որովհետև գիտությունը շատացած է, մարդիկ հետազոտություններ անելով ամեն օր նոր բաներ մեջտեղ կբերեն, բարձ գլա մեզի հասկանալը, այն խոսքերը զոր կգարտանք Հիսուսի քալուստին երևելի ըլլալուն առնչությամբ։ Ուր կգարտանք Մատթեոս 24:30։ Գսե. Եվ այն ադեմ, որ մարդո նշանը պիտի երևնա երկինքի մեջ, ու այն ադեմ երկրի բոլոր ազգերը գոց պիտենեն, ու պիտի տեսնեն որդի մարդո երկինքի ամպերու վրա եկած զորությունով ու մեծ փառքով։ Իսկ հայտնության գիրքի մեջ ալ գսե 1:7 մեջ ահա ամբերով գուքա ու ամեն աչք պիտի տեսնե զանդիկա։ Ասկե 60-70 տարի առաջ աստվածապաններ գգարտային, գուսումնասիրեին այս հատվածը գահավադային, որ ճշմարիտ է, քրված է, այո, ճշմարիտ է, սակայն գսեին ինչպես պիտի տեսնե ամեն աչք, բոլոր աշխարհ, ինչպես պիտի տեսնե, և դրա բանական է, սակայն այսօր մեզի համար բարձ է, չեն գսեր ինչպես պիտի տեսնեն։ Հեռավոր երկիրներու մեջ բադահացները նույն վարյանի մեջ, բոլոր աշխարհ կտեսնե, բոլոր աշխարհ։ Աշխարհի մեկ անգյունի մեջ թեփ մգաբադայի եւ բոլոր աշխարհի բնակչությունը գտիդեն նույն վարյանին։ 100 տարի առաջ այսպես չէր։ Դանդ մեջ նստած ադեն չեմ գիտեր, եթե գահավադաս խոսակցություններդ կլսեն։ Հայտնության 11-րդ գլուխի մեջ երկու մարգարեներու թիագներուն ագնարգելով, որ 3.5 օր պիտի մնա ու թող չդան, որ քերեզմաններու մեջ թաղեն։ Գգարտանքոն եւ ժողովուրդներեն ու ցեղերեն եւ լեզուներեն ու ասկերեն պիտի տեսնեն անոնց թիերը 3.5 օր։ Ինչպես
Ինչպես պիտի տեսնեն, ժամանակին գսեին ինչպես, բայց հիմա չեն գսեր ինչպես պիտի տեսնեն, շատ բարձ է, գիտությունը պիտի շատնա ըսավ Դանիել մարգարեն, իսկ մենք գսենք շատ ցավ, երբեք մի զարմանակ ասկետ կտեսնեք, որ արվեստական իմաստությունը ինչ կորձեր պիտի կատարե։ Մի զարմանակ եթե օրը լսեք, դեղը հիվանդանոց բացերեն, հիվանդը կմտնե, ռոբոտ մեքինան բարի եկած եք կսե, քննությունները գնե, կորձողության ալ պետք է, կորձողություն ալ գնե, և վերջին ռոբոտը իրեն թուրս կղրգե, դունը, եթե դուն ունի։ Այնպես որ մի զարմանակ, ասկե ետքը ինչ ալ ընեն, չեք զարմանար, գիտությունը պիտի շատնա, գիտությունը շատցավ։ Դերը գամի կալ գիրագի պիտի շարունակենք։ Մենք ինչ ալ ըլլա դերոչը գուհուսանք։ Մեր հույսը ան է, անոր մեջ ուրախ ենք, և առակյալը գսե, ան որ այս հույսը ունի, ինքզիկ կմակրե, ոչ ուրիշները ինքզիկ կմակրե, ինքզինքդ մակրե, աստուծո հետ, հաշիվներդ մակրե, ուղիղ սիրտ ունեցիր, վարմունքդ, խոսքերդ, միտքդ, խորհուրդներդ, Աստուծո հետ է, մեր կործը Աստուծո հետ է, ան որ այս հույս ունի ինքզի կմակրե, երանի թե այս խոսքերը մեր սրդերու մեջ դեղ կտնե և մենգան օրեոր, մինչ կտեսնենք մեր շուրջը բոլոր բադահարները, թեպքերը, վիճակները ստեղծված, մաքուր Աստուծո հետ կալենք, ուղիղ սիրտով, իր փառքին համար, ամեն։ Շնորհակալ ենք Աստծո խոսքին համար և դեր շնորհ է, որ մինչ աշխարհ իրեն սահմանված վիճակը լեցնելու վրա է, հավատացյալներս պատրաստ գտնվենք դերը թիմավորելու։ Պիտի վերջացնենք երգելով 138-րդ երգը, որուն 4-րդ տունը զանց պիտենենք և 5-րդը ոտքի վրա երգելով հովիվին աղոտքով պիտի փակենք։ Հիսուս կուքա մոդեան, շատ նշաններ ցույց կուտան։ Iisus cuca
Հիսուս կուկա երկնային երբ իմ սրտին Անքին բրգիչ ցայն շուտով Բիդի լսեն ծնձումով Աչքերս կարոդակին Քեզ բիդի նային Երջանիկ եմ երբ կզգամ Թե քեզի պես բիդլամ Դեր թունգուկաս այս է երկը իմ սրտին Այո Տեր Հիսուս, փառք ուտանք, որ մեր միակ հույսը թունես։ Փառքեզ Անոր համար մենք ուրախ ենք, քու մեջդ երջանիկ ենք եւ կսպասենք քու վերադարձիդ։ Օգնե մեզի, որ ուղիղ սիրտով քեզ հետ գալենք։ Մեր վարմունքի մեջ, մեր խոսքերու մեջ, մեր խորհուրդներու մեջ, մեր գործերու մեջ միայն թուն փառավորվիս։ Ները մեր հանցանքները, մեր թերությունները, մեր գադարած հիմարությունները եւ մեր ուխտերը գնորոքենք ով Տեր այսուհետ մեր անձերուն վրա պիտի աշխատենք եւ պիտի ուզենք քեզի նման ըլլալ երկաս մեզ պատրաստ գտնես ցերքերուտ կանցնենք մեր հոգի մեր մարմինները եւ առաջնորդես մեզ ինչպես որ թուն կուզես փառքիդ համար ամեն